Այսօր մենք կքննարկենք, թե ինչպիսի շանս ունի Բարսելոնան հաղթել Ատլետիկոին Մետրոպոլիտանոյում։ Գնացինք։ Բարսելոնան պարտվեց Ատլետիկոին 2-0 հաշվով Camp Nou-ում առաջին խաղում եւ պետքա խփի 3 գոլ կամ ավել, որպեսզի անցնի Ատլետիկոին։ Այսօր ես կասեմ, թե իմ կարծիքով պետքա լինի ստարտերի սաստավում եւ ինչ սխեմաներ պետքա լինեն։ Ասեմ, որ այս վիդեոն նկարվել է Էսպանյոլի խաղից հետո ու լիքը բաներ կարող է փոխվի մինչև խաղը։ Պաշտպանությունում, քանի որ Կուբարսին կարմիր քարտոնի խաղում են Ժերար Մարտինն ու Էրիկ Գարսիան, աչից Կունդե, ձախից Կանսելոն ու վրատարը Շենսնին իհարկե, դե իհարկե, այո։ Պոլուզաշիտան, Պեդրի, Դե Յոնգ ու Ֆերմին, ձախից Ռեշֆորդ, հարձակվող Լևանդովսկի ու աչից Յամալ ու հարձակվող Ֆերrari Տորմուզ։ Ֆերrari Տորմուզը, որտեվ եկեք ասեմ միանգամից խի Լևանդովսկին չէ, որտեվ Լևանդովսկին լավ է խաղում Յամալի ու Ռաֆինյայի հետ, իսկ Ռաֆինյան տրավմա ունի, դա ոչ ամենալավ բանն է։ Իսկ Ռեշֆորդի հետ Տորմուզը ավելի շատ է կարում ինձ թվում համագործակցի, դրա համար ինքը ինձ թվում ավելի լավ։ Ամեն Տորմուզը դուբլ խփեց։ Մենք դրա համար էլի։ Բարսելոնան իմ կարծիքով մեծ շանսեր ունի կամբեք անելու համար, որտեվ իրականում խաղացողների համար շատ կարևոր է որ հաղթեն այս խաղը ու պրիտոմ Մետրոպոլիտանոյում, որտեղ ոչ բոլորն են նրան հավատում, ֆանատներից բացի, բայց իհարկե դա շատ դժվար է լինելու անել, որտեղ առանց Ռաֆինյա, առանց Կրիստենսեն լավ։ Ինչպես գիտենք, Ատլետիկոն ավտոբուս է խաղալու, ավտոբուս չէ, airbag, ոչմ, аэропորտ է սարքելու վարորդների դեմը ու դրա համար մեզ պետք են տեխնիչնի խաղացողներ, ես դաժե կառաջարկեի որ Օլմոն է մտներ, ձախից Ռեշֆորդի փոխային, բայց ինձ թվում է առաջին թայում կարելի է Ռեշֆորդով ու երկրորդ թայում ուժը զամեներ անել։ Շատ կարևոր անելու այդ փոքր զոնաների մեջով փորձել անցնել ու գոլ խփել, այդտեղ մեր շատ է պետք լինելու Յամալի դրիբլինգը ու պետք է իդեալական ռեալիզացիա լինի, ու իդեալական չէ, գոնե որ 4 մոմենտից 2-ը մտնի, գոնե, որտեվ էս զիբիլ Ատլետիկոյի հետ չի կարելի տես բանալ։ Մենք առաջին խաղում պրոստը 70 մոմենտ, 0 գոլ, Ատլետիկոն մի մոմենտ, մի գոլ, դավայցե, դե բայարկե։ Դա չէ, կնեք 2 մոմենտ, 70 գոլ, դե ստաբիլ է։ Պետք է ուշադիր լինել, որ դեղին քարտեր ավելորդ չստանալ ու պաշտպանությունում շատ ուշադիր պետք է լինել, որտեվ առանց Կուբարսի շատ դժվար կարա լինի պաշտպանությունում, բայց իհարկե հավատում ենք, որ Բարսան կկայանա կամբեք անի, որտեվ Հարամբոլ պոլուֆինալում, Արսենալ Ատլետիկոն ու ախորպես, ով է դա ուզում նայել, պրոստը ով, ոչ մեկի դի չի նայելու, ոչ մեկ, պրոստը ես տորը ավելի լավ քնեմ, քան էդի նայեմ, պրոստը bez կոմենտարը, եկեք ես ասեմ, թե ով է իմ կարծիքով գոլեր խփելու, ինձ թվում է կխփի Ֆերրանը ու Ֆերմինը, իսկ երրորդ գոլը գուշակեք դուք։ Երրորդն է ինձ թվում է ինչ-որ պաշտպաններից մեկը, օրինակ Արաուխոն։ Եթե Արաուխոն խփի, ես չգիտեմ, կարելի է ուրախանալ։ Բայց ամենակարևորը Ատլետիկոյի հետ խաղում առաջին թայմում գոլ չուտելը ու փորձել գոնե առաջին թայմում մի հատիկ գոլ խփել, որտեվ գոլ ուտենք, եթե մենք գոլ ուտենք, կարելի է ասվել, որ պրոստը անհնար լինելու։ Անհնար չի լինի, բայց դա 70 անգամ ավելի դժվար կլինի։ Դա համար ավելի մեր գլխին ինչ-որ խնդիրներ չսարքենք, ոնց որ առաջին թայմում պրոստը bez կոմենտարը ու խնդրենք, որ սուդյեստվայից կախված չլինի այս խաղը, կախված լինի ֆուտբոլից, թե ով ավելի լավ ֆուտբոլ ցույց կտա։ Եթե Ատլետիկոն ավելի լավ ֆուտբոլ ցույց տվեց, քան մենք ու մենք տենց պարտվենք, ես բան չունեմ ասելու ու պրինցիպի ես գիտեմ Ատլետիկոյի ստիլը, մենակ է դրան կարելի է պրիդրաց անել։ Բայց կարևորը որ սուդյայից կախված չլինի խաղը, ինքը իր վրա այդ գերոյստվան չվեկալի, պրոստը։ Թո լինենց ոնց որ պիտի լինի։ Իմ կարծիքով կավարտվի 3-0 հաշվով, ոնց ես հիմա եմ ասում, չգիտեմ, հավատանք որ իմ ասածը կլինի ու Բարսան կկարողանա անցնել։ Պալչիկ վերխ, որպեսզի Բարսան հաղթի, ուրիշ ձև չկա։ Պետք է լայքեր դնենք, պատվիսկեք լինենք, որ Բարսան հաղթի ու մի հատ է անցնի։ Մեկ է Ռեշֆորդն ու Տորեսը 2 հատ ոտ ունենան այդ օրը, ոչ թե 0։ Ставим լայքի, պատվիսկի, կոմենտի, ոչմ։